Սեպտեմբերի 1-ին Սայաթնովայի անվան համար 8 դպրոցում առաջին դասարան է եկել 50 աշակերտ։ Նրանցում մյուս դպրոցականների առաջ այս տարի ուսուցիչներն առաջին անգամ երդվեցին, պատվով բարեխղճորեն անել իրենց գործը։ Երդվում եմ։ Կրթության նախարարի արձակացրամանն է նոր ուսումնական տարվա հիմնական նորամուծությունը։ Մյուս առումներով գիտելիքի տոնը նշվեց ավանդական ձևերով, պատվոգրերով ու գովասանագրերով պարգևատրվեցին դպրոցի լավագույն ուսուցիչներն ու աշակերտները։ Ընթերցեցին նաև այն աշակերտների անուններն, ովքեր հանրապետության բուհերում եւ օլիմպիադաներում բարձր են պահել դպրոցի անունը։ Անցնող տարվա 41 շրջանավարտից 24-ն ընդունվել են պետական բուհեր։ Իրենց ապագա մասնագիտության հարցում արդեն կողմնորոշվել են նաև առաջին դասարանցի երկորյա եղբայրներ Արենն ու Սուրենը։ Զինվոր։ Նախամանետ։ Երեխաներն այսօրվան լրջորեն են նախապատրաստվել։ Ոչ միայն նոր կոստյումներ են հագել, այլ նաև անգիր սովորել հայերենի այբուբենը։ Դե շատ ուրախ եմ, որ իմ զույգ թոռնիկներին այսօր բերել եմ դպրոց։ Ես իմ երեխեքի համար չեմ եկել դպրոց, բայց թոռնիկները ես հետ եկել եմ։ Իրանք տրամադրված եկել են դպրոց, շատ ուրախ ձևով իրանց պապիկ տատիկների հետ։ Տրամադրված ուզում են սովորեն։ Չէ՞ Արեն ջան։ Տանը լավ սովորեն, բարձր առաջադրությունությամբ սովորեն։ Ու շատ լավ մարդիկ դառնան, թե պետության, թե մեզ համար, թե իրանք ծնողների։ Մեզ շատ ուրախացնեն բոլորիս։ Այս ուսումնական տարում առաջին դասարանցիների մեծ թվաքանակը Սայաթնովայի անվան դպրոցում թույլ է տվել բացել 2 առաջին դասարան։ Դպրոցի տնօրենն ասում է, որ յուրաքանչյուր դասարանի համար 25 աշակերտը դպրոցի միջին խտությունից էլ բարձր է։ Այս տարի էլ առաջին դասարանցիներին քաղաքապետարանն ու Մանես հիմնադրամը պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրեցին։ Դպրոցական առաջին օրը նրանք ծանոթացան առաջին ուսուցչի հետ ու պատմեցին իրենց ապագա մասնագիտության մասին։ Բժիշկ։ Զինվոր։ Բժիշկուհի։ Ինչ է սովորում։ Թվերը, տարերը։ Ինչ են կարել, ալբոմ։ Դառնատե բժիշկ։ Բժիշկ։ Մանկապարտեզի ուսուցչուհի։ Բժիշկ։ Առաջին դասարանցիների դասագրքերը ևս տրամադրվում է անվճար։ Մնացած աշակերտների համար դասագրքերը վճարովի են։ Դպրոցներում գրքերի պակաս չկա, ասում է Մարզպետանի կրթության վարչության նոր մասնագետը, ով այս պաշտոնում նոր ուսումնական տարվանից փոխարինում է Էմիլ Այբեկյանին։ Աշխատանքը հաճելի է, նորմալ, պարտավորեցնող, սկսել ենք համարյա առանց թերությունների, բոլոր դասագրքերը ձեռք բերված են, բոլոր առաջին դասարանցիները նվերներ են ստացել, առաջին անգամ ուսուցիչը երդվեց, թեպետ մեր ուսուցիչները առանց երդման էլ երդումով են աշխատում, ջանադիր ու նվիրումով։ Կարևորը այն է, որ մենք դպրոցների բարեփոխման երկրորդ փուլն ենք թևակողում, այստեղ արդեն կարևորվում է ուսուցիչների վերապատրաստման խնդիրը, որովհետև դեռ ավագ դպրոցների առաջացման խնդիր կա մեր քաղաքում, հանրապետությունում բավականին շատ ստեղծվել են արդեն ավագ դպրոցներ կան։ Չնայած ես չգիտեմ, ավագ դպրոցների տնօրենները դժգոհում են ավագ դպրոցից, այն առումով, որ գնացող քիչ է լինում, ավելի շատ քոլեջներն են գնում։ Նատալիա Ուսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։